Իրավիճակը ճոճում է։ Սիրելի քաղաքացիներ, հոգեբանական ներազդեցություն են ուզում գործադրել։ Չհավատակ, լինելու պարագայում էլ չվախենաք։ Հատուկ են անում։ Եթե իրենց նպատակը ձեզ վախեցնելն է, ուրեմն չվախենաք։ Որտեղ դուք կարող եք չվախենալ ու դուք կարող եք հաղթել։ Մենք միասին կարող ենք չվախենալ եւ կարող ենք հաղթել։ Կասկած չունենաք, սիրելիներ։ Եթե թշնամու նպատակը խուճապ տարածելն է, մենք խուճապի չենք մատնվում։ Հայերը խուճապի մատնվողներ չեն, ով մատնվում է, թող մատնվի։ Բայց սոտքի բնակիչներն էլ նշել էին, որ լսել են կրակոցներ։ Հա, բայց հետո ասացին, որ չկա, չէ, բնակիչներ էլ կային, խոսում են, ասում են չկա կրակոց։ Հիմա կարող է 2-3 փամփուշտ կրակած լինեն օդ։ Դա նշանակում է, որ վերսկսվել է։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Սա ասում եմ, երկու սուբյեկտի է ձեռնտու նմանատիպ ստահոդ լուրեր տարածելը։ Մեկ ներկայիս իշխանություններին, որ ուզում են ժողովրդին ասել, բա ինչ է, պատերազմ եք ուզում, դրա համար էլ ամեն ինչին համաձայնել ենք։ Մեկ էլ Ադրբեջանին է ձեռնտու, որպեսզի անընդհատ խուճապ տարածի, իրավիճակը ձգված պահի, որ հավանական ռազմական ագրեսիայի դեպքում կռվող չլինի։ Սա փախչեն, ասեն դե մեկը հանձնված էր։ Ոչ մի բան էլ հանձնված չի, եթե